Ես ողջունում եմ գործարար ալիքին միացած մեր ռադիոլսողներին եւ դիտողներին։ Դուք միացել եք 106.5 հաճախականությանը։ Ես Գայա Ասոյանն եմ, եթերում դիվանագետ Արա Պապյանի հեղինակային Modus Vivendi հաղորդումն է։ Ողջույն, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Վերջին օրությունները Հունգարիայում ընտրություններն են։ Ընդդիմադիրը հաղթեց եւ իշխող կուսակցությունը դեռ պաշտոնական թվեր չէր ապարակվելուց առաջ շնորհավորեց եւ ընդունեց իր պարտությունը։ Եվ երիտասարդները հիմա նույնիսկ արդեն տոնում են այս հաղթանակը եւ գոչում են ռուսներ գնացեք տուն։ Սա ինչպես կանդրադառնա Հունգարիա-Ռուսաստան հարաբերությունների վրա այս ընտրությունները, երբ որ Օրբանն արդեն հեռացավ։ Այդ երկկողմ հարաբերությունների վրա ռուսական տեսակետից վատ կանդրադառնա, որովհետեւ Հունգարիան այն միջոցներ, գործիքներ, որով Պուտինին, հենց անձամբ Պուտինին հաջողվում էր փակել որոշ ծրագրերի իրականացում, այսինքն վետո էր դնում, համաձայնություն չէր տալիս, լինի դա կապված Ուկրաինայի հետ, Ուկրաինային փող հատկացնելու, զենք հատկացնելու առումով, որտեղ հիշեցնեմ ձեզ, որ այդ երկու կարևոր կառույցներում Եվրոմիություն եւ ՆԱՏՕ որոշումները կոնսենսուսով, այսինքն բոլորի համաձայնությամբ։ Այո, թե միոքի վետո է դնում արդեն։ Միոքի վետո է եւ Հունգարիան պարբերաբար դա անում էր։ Օրբանն է դրա ոնց որ ասած ղեկավարն էր ամբողջի եւ շատ հետաքրքիր այս նոր չէ, այսինքն հաղթած կուսակցության, նոր իշխանության կուսակցության ղեկավարը դա նախկին Օրբանի կուսակցության անդամներից էր, ինքը տարիներ առաջ դուրս եկավ, հենց այդ հիասթափվեց, գնաց եւ ղեկավարեց եւ այդ ուժը տեսա կարծեմ անունով կամաց սովորեն կանոնները դեռ այս ամբողջը նորա կարողացավ հաղթել։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Եվրոմիությունը ավելի միասնական կլինի եւ կարծում եմ այդտեղ այդ դերակատարություն դա ունեցել է այդ գործոնը, այսինքն մի մասով ռուսների հետ հարաբերությունները ավելի կխաթարվեն, մյուսը Եվրոմիությունում ավելի ինտեգրումը կլինի։ Մենք հայերիս համար սա կարևոր է այն առումով, որ մեկը ինչքան միասնական լինի Եվրոպան, այնքան լավ է։ Մյուսը Օրբանի իշխանություններ եւ անձամբ Օրբանների շենք որ 4.5 միլիոն 4.5 միլիարդ կարծեմ դոլար վարկի դիմաց, դա վարկ էր, իսկ դա լավ էր, ադրբեջանական վարկի դիմաց ըստ էության ազատ արձակեց Սաֆարովին եւ մնացած արդեն ամբողջ պատմությունը գիտենք, լավ էլ գիտեր, որ թեև թուղթ է ներկայացնում Ադրբեջանը, որ իբր թե պիտի շարունակի իր անազատության մեջ գտնվելը, բայց բաց թողեց։ Սա էլ նաեւ իդեպ ուշադրություն ուզում եմ հրավիրել բոլորի, ովքեր որ հավատում են, որ կարելի է թղթով Ադրբեջանի հետ մի պայմանավորվածության գալ, որ դա հնարավոր չի։ Այսինքն մենք բազմաթիվ անգամներ դրա ականատես ենք եղել, անգամ իրանք ձևականորեն հավատարին չմնացին իրենց պետական պարտավորության, իրենք կարող էին, չէ, ընդունել անձայն, տանել բանդ, անձայն ոնց որ ասած 5 օր հետո բաց թողեին, հետո կես տարի հետո ինչ որ ներում շնորհեին, մեծ ներումով, այսինքն համաներումով բաց թողեին։ Չէ, բայց իրանք արեցին ցուցադրաբար եւ հակառակը, որտեվ այն ուղերձը, որ պիտի ուղղեր բոլորին, հետեւյալն էր, որ դուք կարող եք հայերին կացնահարել, կարող եք մորթել եւ ձեր մեր պետությունը ձեզ տեր կկանգնի, չի թողի ոնց որ ասած տուժեք, ընդհակառակը կոչումներ կտա փող, բնակարան, պատիվ եւ այլն։ Սա շատ վտանգավոր երևույթ է ընդհանրապես եւ ցավոք սրտի մենք դա տեսնում ենք խորանում է Ադրբեջանի ներսում այդ հակայի քաղաքականությունը, որը հենց դպրոցներում էլ ներդրված է։ Մյուս խնդիրը որ կապված է Օրբանի չընտրվելու հետ, դա հենց ՆԱՏՕ-ի հարցն է, նույն ձևի ՆԱՏՕ-ում էր ինքը խնդիրներ առաջացնում։ Բայց այստեղ ՆԱՏՕ-ն մեկ այլ լուրջ երկընտրանքի արժեվա կանգնած, դա արդեն ամերիկյան կողմի։ Այո, Թրամփի բան եւ շատերը հայ մեկնաբաններ կա, դա դիտարկում են որպես բացասական, այ որ վաղը կարող է ՆԱՏՕ-ն քանդվի եւ դա վատ է, չգիտեմ, որտեվ ռուսները կակտիվանան, բան։ Ես հակառակ տեսակետն ունեմ, որտեղ ես խնդրին նայում եմ հայկական շահերի տեսակետից։ Քիչ հավանական եմ թեև համարում, որ կարող է ՆԱՏՕ-ն կազմալուծվի, բայց կարող է եւ ցանկալի է, ինչու է ցանկալի։ Որտեւ ՆԱՏՕ-ն վերակազմավորման խնդիր ունի, այսինքն ՆԱՏՕ-ի լուծարումը բերելու է նրան, որ Եվրոպան վերակազմավորելու է մեկ այլ պաշտպանական բանի բլոկ է ստեղծելու։ Եվ այդտեղ գուցե լինեն երկրներ, որոնք գործում են իշա Հայաստանի։
Չէ, գուցե չլինեն երկրներ, որ մեր դեմ են գործում, առաջինը Թուրքիան չի լինի հաստատ։ Այսինքն եվրոպական պաշտպանական կառույցի մեջ հաստատ Թուրքիան չի լինի։ Իր Թուրքիայի հզորացումը պայմանավորված էր ՆԱՏՕ-ի անդամակցությամբ, հսկայական օգնություն, սա։ Մյուսը եվրոպական այդ կառույցի պարագային, որտեղ արդեն Հունգարիան վետո դնող չի, Թուրքիան չկա, նույն Հայաստանն ու Վրաստանը հնարավոր է, որպես եվրոպական երկրներ կամ եվրոպական ժառանգության երկրներ, նաև այդ համակարգի մեջ մտնել, օրինակ մեր ազգային ժողովրդի կուսակցության ծրագրի մեջ հստակ գրած է նաև նախընտրական, որ Հայաստանը իր անվտանգությունը պիտի կերտի նոր ձևավորող պաշտպանական համակարգերում, որովհետև պիտի հստակ լինի։ Այո, մենք գիտակից ենք, կողմնակից ենք, որ մենք պիտի ստեղծենք մեր ուժեղ բանակը ներքին պաշտպանության այդ ամբողջ մասին, բայց այսօր որևէ երկիր մեկուսի չի գործում, այսինքն դուք դինես համակարգի մեջ, այդ համակարգի մեջ ինտեգրելու հնարավորություն մենք ունենանք։ Իսկ ինչի է այս ամբողջը գնում ՆԱՏՕ-ի վերակազմավորման, դուրս թողելու Թուրքիայի բան, որտեղ միջին արևելքը պատրաստվում է մեծ պատերազմի, որտեղ կողմերից մեկը լինելու է Թուրքիան։ Եվ այդ երկրները եւ Ամերիկան չի ուզում հայտնվի այն վիճակի մեջ, որ գործող 1945 թվականի Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածի հիման վրա պաշտպանի եւ ներկանգնի Թուրքիային, ընդհակառակը, որտեղ Միացյալ Նահանգները լինելու են հակառակ կողմում, կլինեն Թուրքիայի դեմ, բայց դա արդեն ուրիշ թեմա է, հետո ուրիշ արդյոք։ Վերադառնանք Հունգարիային, Օրբանի օրոք Հունգարիան ԵՄ-ում կարծես թե Ռուսաստանի շահերի ոչ պաշտոնական ներկայացուցիչներ, եւ քանի որ հիմա արդեն ամեն ինչ փոխվեց, հավանաբար այս ուղղությունն էլ կփոխվի։ Ուկրաինական ճակատի վրա սա ինչպես կանդրադառնա։ Ես մի հպանցիկ անդրադարձա, որ այն բոլոր օգնությունները, որ բարձրացվում էր Եվրոմիության կողմից, այլևս չեն խոչընդոտվի եւ հեշտությամբ կանցնեն։ Իսկ Եվրոմիության երկրները հիմնականում ինչ են անում։ Իրենք սկսել են զարգացնել իրենց ռազմական արդյունաբերությունը, բայց միևնույնն է իրենց հիմնական աջակցությունը գոնե առայժմ ֆինանսական են, փոխտանք։ Իսկ հիմնականում կփոխվի ֆինանսական տեսանկյունից վետո եւ այլնի։ Հա, այսինքն օրինակ ես ինչքան հիշում եմ վերջերս 90 միլիարդ դոլարանոց փաթեթար Հունգարիան վետո դրեց։ Իսկ 90 միլիարդ լուրջ թիվ է։ Այդ այնպես որ դա էլ կդրվի։ Մյուս կողմից երբ որ տեսեք, ասում են, չէ, դուք ինքներդ ասացիք, որ կարգախոսներից մեկը ռուսներ հեռացեք է։ Այո։ Դե հիմա տարօրինակ է, չէ՞, թե այսինքն Օրբանի դեմ էին քվեարկում, ինչ էին ասում ռուսներ հեռացեք, որտեղ հասկանում էին, որ ռուսների շահերը պաշտպանողն է։ Իսկ այդ տրավման պատմական որ կա 56 թվականի, երբ որ սովետական զորքերը մտան Հունգարիա եւ դա ըստ էության Ռուսաստանն էր։ Հիմա դա կարելի է այլ պիտակով երկիրը անվանակոչել սովետական միության, բայց աշխարհը հասկանում էր եւ շատ հաճախ հենց այդպես էլ կոչվում էին, ասենք, Ռաշիա էին ասում, ով էր սովետական միություն ասում։ Կարճ ասած, այդտեղ փոխվում է արմատապես շատ բան։ Ուկրաինայի օգնությունը ավելի դառնում է սահուն, ֆինանսները ավելի շատանում են, ռազմական օգնությունը եւս շատանում են, իսկ բանի պարագային ընդհակառակը Ռուսաստանի պարագային խնդիրները առաջանալու, եթե հիմա շատ կարեւոր է իշխանապողությունը, եթե ավարտի հասցվի մինչեւ նոյեմբեր ամիսը, իսկ ամենայն հավանականությամբ նման բան լինելու է, որովհետեւ Վենսի բանակցությունները Իսլամաբադում իրանական կողմի հետ արդյունքներ չտվեցին, որովհետև խիստ իրարամերժ էին, այսինքն 10 կետանոց պարսկական 10 կարմիր գծերն ի վերջո ոչ մի կողմը չհատեց եւ ամեն մեկը իր կարմիր գիծը պահեց։ Հա, ինձ համար ճիշտ ասած զարմանալի էր, այն որ պարսիկները պարսիկներ չէ, Իրանը տարածում էր ինչ որ լուրեր, նաեւ սա եմ ուզում, նա եմ ուզում, ինչ որ բաներ տարօրինակ էր, էլի, որ եւ ողջորվել էին շատեր նրանից, որ Թրամփը ասել էր, որ իրանական առաջարկը կարող է լինի բանակցությունների հիմք։ Այո, իրենց առաջարկած է։ Այո, բայց բանակցությունների հիմք չի նշանակում, որ մենք համաձայն ենք, որ մենք պատրաստ ենք նստենք քննարկենք։ Եվ նստել քննարկել էին, իսկ սա շատ իրարամերժ է։ Իրանն էլ պատրաստ չէր զիջումների գնալ, ուրեմն հետո ես կարծում եմ, այստեղ գիտեք շատ կարևոր հանգամանք կա։ Ես գլխցել չէի հավատում եւ ասել եմ մի քանի տեղեր,
Թրամփ իշխանությանն է եկել խաղաղության կարգախոսներով, չէ՞։ Ես եկել եմ խաղաղություն բերելու եւ այս Հայաստան-Ադրբեջանի իբր պատերազմի ավարտը խաղաղությունը իր համար կարեւոր էր, համար 8-րդն էր, մինչեւ 7 հատ ինչ-որ խաղաղություն էր բերել, ելի էր բերում եւ այլն բան։ Հիմա եթե ինքը ավելի ընդգրկուն պատերազմի գնա եւ ցամաքային ափամում անի Իրանում, դա լինելու է կետային, դա չի լինելու համատարած։ Մի տեսակ իր դեմ խոսացողների բերանը լեզու է դնելու, ասելու են տես դու ուրիշ բան ես։ Իսկ հիմա ինքը այս ցախողված բանակցություններով արդարացում ունի ասելու համար, որ տեսեք մենք ամեն ինչ փորձեցինք, մենք գնացինք անգամ ընդունեցինք որպես հիմք իրանց այդ բաները, բայց տեսեք մարդիկ ասում ենք հրաժարվեք ձեր ատոմային ծրագրից, չեն հրաժարվում, մյուսից դե Հիմա Թրամփը նույնիսկ փորձում է սկսել Հորմուզի նեղուցում հետականազերծման process-ներ եւ այլն։ Արդյոք սրանով Թրամփը կրկին վերադառնում է մտքին հարցերը պատերազմի միջոցով լուծելուն։ Այո, ինքը միշտ էլ այդ մտքին է եղել։ Ինքը ես այստեղ եթե նախկին հաղորդումներս ասել եմ, Թրամփը ճար չունի, նա չի կարող նահանջել, որովհետև եթե մինչև նոյեմբեր իշխանապողություն չիրականացրեց Իրանում, ապա հզոր հրեական համայնքը եւ հզոր իրանական համայնքը Միացյալ Նահանգներում, իսկ յուրաքանչյուրը մի քանի միլիոն մարդ է, բացի մի քանի միլիոնից, շատ ազդեցիկ են իր դեմա քվեարկելու, հանրապետականների դեմա քվեարկելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որ լինելու է, դա գիտեք, Միացյալ Նահանգներում, այսպես է, 1/3 սենատն է վերընտրվելու եւ ամբողջ ներկայացուցիչների պալատը, որտեղ գրեթե ուժերը հավասար են, 1-2 ձայնի տարբերությամբ։ Հետևաբար այդ համայնքները կարող են վճռորոշ լինեն։ Իսկ եթե իշխանապողություն չեղավ, այդ երկուսը հանրապետականների դեմ են լինելու, հрьяաներն ու իրանցիները։ Դրա համար ինքը հանուն իր կուսակցության հաղթանակի, ինքը այդ ամբողջը պիտի անի։ Ես այստեղ ուրիշ նախադասություն եմ ուզում անեմ, որը շատ սխալ պատկերացումներ կա, շատերն ասում են, այդ Ամերիկայում էլ է, բնականաբար, ամերիկյան ընդդիմությունն էլ, ինչպես ամեն ընդդիմություն, ամեն ինչ օգտագործում է իշխանությանը մեղադրելու համար։ Ասում են հետևյալը, որ Ամերիկան միջին արևելքում սպասարկում է Իսրայելի շահերը, լրիվ հակառակն է։ Այդ Ամերիկան օգտագործում է Իսրայելին եւ Իսրայելի հնարավորությունները իր շահերի համար եւ իր գերիշխանությունը միջին արևելքում հաստատելու համար։ Այսինքն Իսրայելը գործիք է Ամերիկայի ձեռքին։ Ուրիշ բան, որ Իսրայելը պատրաստական գործիք է, որտեղ իր շահերին եւս համապատասխանում է, որովհետեւ Իրանը սպառնում է ոչնչացնել Իսրայելը։ Հիմա այստեղ էլի հարց է գալիս, որի մասին էլի անդադ խոսում է։ Իսկ հարցը ստեղ որ սխալ է տրվում, իսկ Իրանի հաղթանակն ամ հայերիս համար լավ, թե Ամերիկայի։ Այստեղ հարցը սխալ է դա։ Իրանի հաղթանակ նշանակում է իշխանապողություն Իրանում, որովհետև դա Իրանի հաղթանակ է, դա Իրանի ժողովրդի հաղթանակ է։ Դա վարչախմբի հարց հետևյալ տրվի։ Վարչախմբի մնալն է Հայաստանի օգտին լավ, թե իշխանապողությունը, իհարկե իշխանապողությունը, որտեղ իշխանապողությունից հետո Ադրբեջանը դադարում է լինել ստրատեգիական կարևորություն ներկայացնող Ամերիկայի համար եւ հատկապես Իսրայելի համար 1, Ադրբեջանը դադարում է լինել թիվ 1 մատակարարը նավթի Իսրայելին, որտեվ ավելի էժան ինքը արդեն սկսում է Իրանից առնել, հետևաբար զենքի գնումներն էլ էապես կրճատվում է։ Իրանը դառնում է դաշնակից Իսրայելին, ում դեմ արդեն բնականաբար Թուրքիան է։ Եվ այդ առաջիկա ամենամեծ պատերազմը, որը ըստ բնականաբար դե հրեական այնտեղ շատ Մալմուդ, այդպես բաներով հավատացյալներ կա, որ դա այն Արմագեդոնն է, որ լինելու է, այսինքն այդ վերջի մեծ պատերազմը, բայց դնենք մի կողմ, հարցը հետևյալն է։ Շահերի բախում կա, Թուրքիան ուզում է դառնալ եւ քայլեր է անում իսլամական աշխարհի առաջնորդը դառնալ եւ այդպես ներկայանում է, հետեւաբար շահերը բախում է Իսրայելի հետ։ Իսրայելն էլ արդեն հանդես է գալիս որպես միջին արևելքում արևմուտքի շահերի գործադրման հիմնական գործիք։ Եվ մենք տեսնում ենք համարյա օրը մեջ Էրդողանն է հակա իսրայելական հայտարարություններ անում,
շաբաթը մեկ էլ Իսրայելում են հակաթուրքական բանը։ Դե համար շատ արագացված տեմպերով պետքա Իրանի հարցը լուծել, որից հետո իդեպ, որից առաջ կամ հետո գալու է Հայաստանում իշխանապողության հարցը, Նիկոլ Փաշինյանը այսօր ձեռ է տալիս, որտեվ որպես գործիք օգտագործում է ռուսներին տարածաշրջանից դուրս մղելու, բայց Հայաստանի կարևորություն դրանով չի լինելու։ Հայաստանի կարևորությունը այդ ուժերի վերադասարողությունը Հայաստանը Թուրքիայի դեմ մեծ պատերազմի ժամանակ որ կողմում ալնելու, Թուրքիայի կողմում, թե Թուրքիայի դեմ։ Այն ուժերը, որոնք այսօր ինտեգրում են Հայաստանը ադրբեջանա-թուրքական, այսպես ասած այդ երկվության մեջ, նրանք ուրեմն Հայաստանը տանում են, որպեսզի թիրախ դարձնեն հաջորդ պատերազմում ինքը Թուրքիայի կողմից, բայց թիրախ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների համար։ Հետևաբար Հայաստանում չպիտի լինի պրոթուրքական իշխանություն։ Հայաստանում այդ պրոռուսական ոչ ոք դա երրորդական խնդիր է գլոբալ աշխարհակահաղական առումով։ Հայաստանի կարևորություն դրա մեջ չի։ Ռուսաստանը ինքը թուլացող երկիր Հայաստանում չի կարող լինի պրոռուսական իշխանություն, հասկանում եք։ Չկա աշխարհի պատմության մեջ մի երևույթ, որ թուլացող կայսրությունը կարողանա երկար ժամանակ իր գաղութի վրա վերահսկողությունը պահել։ Ընդհակառակը, այդ նահանջը շարունակվելու է։ Խնդիրը հետևյալն է։ Նահանջող Ռուսաստանի փոխարեն մենք ում ենք լցնում, թեկուզ եւ կարճաժամկետ առումով Թուրքիայով, թե արևմուտքով։ Իսկ հետո արդեն մենք ոնց որ անգամ Հայաստանի ինքնիշխանությունը այնքան հզոր կլինի, որտեղ արդեն հզոր Հայաստանը, ինքնիշխան Հայաստանը կբխի մեծ ուժերի շահերից։ Այո։ Իսկ ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքում, քանի որ պատերազմի եռակողմ է ԱՄՆ, Իրան, Իսրայել, ինչու Իսրայելը չկար բանակցությունների սեղանի շուրջ։ Որովհետև Լիբանանի հետ կապված հարց կա, իրանական կողմի պահանջներից մեկը որ Լիբանանի հրթիռակոծությունները դադարեցնի Իսրայելը ռմբակոծում հրետականը, Իսրայելն ասում էր, չէ, ոնց որ քանի որ այդ Լիբանանի հարցը չի քննարկվել կամ քննարկվել է, ես դեմ եմ եղել, ինքը դեմ է եղել, չեք համաձայնվել, ես իմ գործը շարունակելու եմ։ Դրա համար էլ ոնց որ ասած ոչ Իրանին, ոչ Իսրայելին ձեռ չէր գա տալիս Իսրայելի մասնակցությունը այդ բանակցություններին, որովհետև Իսրայելի պարագային ինքն ուրեմն պիտի համաձայններ հարավային Լիբանանը չօկուպացնելուց ինքը գնում է, կարծեմ Լիտիանիա կոչվում այդ գետը, մինչև այդ գետը գրավելու եւ օկուպացնելու հարցը, իսկ Իրանն էլ բնականաբար պիտի փորձի պաշտպանել շիաներին, իսկ հիմնականում բանակցությունը եւ Հեզբոլլահին, որտեվ վերադառնանք էլի հաջորդ մեծ պատերազմը որ լինելու է Թուրքիայի եւ Իսրայելի միջև, հիմնականում լինելու է Սիրիայի տարածքում։ Առաջի բախումները սկսելու են Սիրիա, որտեղ փոքր բախումներ կա, դրա համար հիմա այդտեղ դիրքավորում է գնում, դա Լիբանանն է, դա դրուզների խնդիրն է։ Ես այստեղ ուզում եմ հիշեցնել մեր ունկնդիրներին, շատերը երևի կամ չգիտեն էլ, որ Սիրիա պետությունը ստեղծվել է ենթամանդատային Սիրիա տարածքում։ Իսկ ենթամանդատային Սիրիա տարածքը, որը Ֆրանսիայի մանդատն էր ազգերի լիգայի կողմից տրված, ուներ 5 բաղադրիչ, որոնցից մեկը Լիբանանն էր, որը դարձավ առանձին պետություն, եւ 4-ը միավորվեցին եւ դառավ Սիրիա պետություն, որոնցից մեկը, 4-ից մեկը դրուզների պետություններ է, ծվել կոչվում էր State of Druze եւ նաեւ ասենք ալևիներին էին, այսինքն այդ բաներ։ Հիմա դրա համար երբ որ այս ամբողջ խառնակությունը սկսեց Սիրիայում, հենց խնդիրն էր, որ արդյոք Սիրիան կմնա միասնական, թե կբաժանվեն նախկին 4-ը, որը էթնոկրոնական բաժանում ուներ, այսինքն դրուզներ, ալևիներ, քրդեր, սունիներ, այդի կմնա։ Հիմա մենք տեսնում ենք, որ դե յուրե ինքը սա մնում է որպես միասնական պետություն, բայց դե ֆակտո միասնական չի, որովհետև դրուզների մասը Իսրայելն է վերահսկում, հիմա ուզում է նաև Լիբանանի մասը վերահսկի, հյուսիսային մասը, սունիների մասը վերահսկում են թուրքերը, ալևիների մասը, այդ մնացած ալևիներն են, որ խեղճերը տեղ տուժեցին, որտեղ Ասադի կողմնակիցն են, եւ քրդերը հյուսիս-արևելյան մասը, այսինքն Եփրատից հյուսիս եւ արևելք, դա այն ուժերն են, որոնց Միացյալ Նահանգները, ոնց որ ասած, աջակցում են եւ պահում են որպես հաղթաթուղթ, ինչ որ տեղեր դետոնատոր հետագա մեծ պատերազմի համար։
Բանակցություններից հետո Թրամփը նաև հայտարարեց, որ այնուամենայնիվ սպասում է, որ Թեհրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ եւ նաև ինչպես մենք խոսեցինք, շեշտեց կարմիր գծերը եւ այլն, բայց կարծես թե Թեհրանը այլևս չի ցանկանում։ Արդյոք Թեհրանը իրապես պատրաստ է այդ պաշտպանությանը, քան մենք կարծում ենք, իրոք ունի այդ բոլոր հնարավորությունները պաշտպանվելու, երբ այսքան դիմադրում է անգամ բանակցություններին չհամաձայնելով, բարձաբանելով, որ դավաճանվել են փաստացի դիվանագիտության մեջ։ Գիտեք, դիվանագիտությունը խորամանկ երևույթ է։ Այսինքն դա բաղադրիչներից մեկն է, այություններից մեկն է։ Շատ բաներ կա, որ դու ասում ես, դու ոչ թե ասում ես նրա համար, որպեսզի ասածդ արդյունքը ասես, որպեսզի դու ապահովես շղարշը։ Այսինքն, երբ որ ասում ես մենք հույս ունենք կվերադառնա, ասում ես, որովհետև գիտես չի վերադառնա։ Բայց դա լավ է, որ դու այդ հույսն ես հայտնել, դու լավն ես, դու ասма good guy, bad guy այդ խաղն է, լավ տղեն ես, բարին ես, լավն ես, այ նրանք վատն են։ Ես ուզում եմ բանակցությունների գնամ, նրանք չեն գնում։ Իսկ լավ գիտեք, որ չեն գնա, ինչի չեն գնա, որտեղ այն պահանջները, որ Ամերիկան դրել է, ընդունելի չի Իրանի վերնախավի համար, որովհետև այս պետությունը, երբ որ 79 թվականին հեղափոխություն ա եղել եւ եկել է իշխանության, հիմնական առանցքը դա հակաարևմտականությունն է, մասնարարպես հակաամերիկանիզմն է։ Սկզբից մինչև վերջ, առ այսօր է ծևա։ Եվ ընդունել այդ պայմանները նշանակում է գնալ դեպի Արևմուտք եւ Ամերիկա։ Այո, այսինքն հրաժարվել ամեն ինչ, ես նույնն է նման, երբ որ սովետին են թունդ Ստալինի ժամանակ առաջարկեին, որ դու հրաժարվի, չգիտեմ, պրոլետարիական հեղափոխությունից, այդ սկզբունքներից եւ այլն, դե բեր մցրու մասնավոր սեպասիվասկեն, այդ դեպքում արտաքինը կմնա նույնը, ներքնապես կփոխվեր։ Հիմա խնդիրը հետևյալն է։ ՍՍՄ հասցվել էր ողբալի վիճակի, հենց նավթի գների անկումով։ Ինչպես Գորբաչովն ասեց, լեզուներդ երկար է։ Իմ նման երբ որ $8 իշներ մի բարելը, մի տակառը, տեսնեմ ինչ պետք է անեիք։ Ասեց հիմա նավթը 100 է, որտեղ Պուտինի կողմնակիցները մեծ խոսում էին, 100 քանի դոլար էր ասեց, սա հիմա 100 քանիսը հեշտ է խոսալ, այն ժամանակ խոսայի, որ $8 էր դառը։ Այսինքն հիմա նույնն էլ այս բանն անում։ Այս պատերազմը նավթը որպես միջոց է վճարման, այս խնդիրները պիտի լուծեն։ Չի գնա Իրանը սյան, վերնախավը չի, ժողովուրդը պատրաստ է։ Ժողովուրդը պատրաստ է, ժողովրդին այդ գաղափարները այլևս խորթ ու օտար են, ինչպես մեզ համար, այսինքն 70-ական, 80-ականների սերնդի համար համաշխարհային հեղափոխության գաղափարը անիմաստ գաղափար էր, բայց իրանք էլ են չի համաշխարհային հեղափոխություն, բայց համաշխարհային կրոնական շիա հեղափոխություն։ 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում գումարվեց արևելքի ժողովուրդների առաջի համագումարը եւ միակը ստեղծան Զինովիևն ու Ռադեկն էլ գնացել էին այնտեղ խոսում էին Կոմինտերնը ղեկավարը այդ ամբողջ խնդիրը համաշխարհային հեղափոխությունն են եւ երկրորդ ազգը այդ մասնակիցների թվով հայերն էին որտեղ քննարկվում էր Հայաստանի պետության վերացման հարցը եւ Էնվերը խոսած եւ Ղարաբաղի ճակատագրի հարցը որ Հայաստանը որպես իմպերիալիզմի շնիկ պետքա ոչնչացվի որտեղ դա համաշխարհային հեղափոխության համար պետքա եւ հայերը որ համաշխարհային հեղափոխության արեցին եւ ասեմ մարդիկ հավատում էին անգամ հայերն էին հավատում սեփական պետության ոչնչացման գնով հասնել համաշխարհային հեղափոխության բայց նույն հայերը արդեն 50-60 տարի հետո այլևս չէին հավատում։ Հիմա եթե 70-ականների վերջին 80-ական միգուցե մի բուր մարդիկ եղել են, որ հավատացել են եւ հավատում են թվին միջալուց ասեն, որ իսլամը կարող է բերի արդարություն, որտեվ միշտ կրոնը ներկայացվում է այսպես շատ լավ բան, այսքո այ որտեվ իսլամը չի ընդունում վաշխառություն, այսինքն տոկոսով փող տալը։ Հետևաբար իսլամական բանկերը պետք է տոկոսով չգործեն Բայց շատ պարզ դառավ, եթե դու տոկոսով փող չես տալիս, այդ դեպքում փող տալը, ասենք վարկավորումը դառնում է անիմաստ։ Ինչի՞ պիտի բանկը փող տա, որ մի բան էլ նույնը հետ վերցնի։ Ոչ միայն օգուտ վնաս ստանա, որտեղ ինֆլյացիա միշտ կա երկրում։ Այսինքն եթե լավ է 2.5-3% նորմալ է համարում, ուրեմն դու գոնե մի 6%-ով դիտած, որ 2.5-3% էլ շահ ունենաս։ Բայց եթե դու տաս 0%-ով, այդ դեպքում ինչ որ մեկը պետք է հատուցի այդ ինֆլյացիայի կորուստները։ Այդ դեպքում չի աշխատում տնտեսությունը։ Հետևաբար, տեսեք, անգամ ամենաիսլամական երկրները
Նույն նայեք Millet բանկը, որ Հայաստանում է, չէ, իրանական բանկ է։ Բա ինքը ինչի է բանով վարկերը տալիս տոկոսով, ինչի է բանանում նույն դոլարը մի գնով առնում, մի գնով ծախում, շահույթ բան։ Հարցը դա կրոնը կրոն, տնտեսությունը տնտեսություն իր գաղափարն ունի եւ բիզնեսի շարժիչը շահույթն է։ Հիմա լավ է, վատ է, այդ ծևա սովետը ինչի կործանվեց, որտեվ սովետի մեջ չկար անձի կողմից շահագրգռություն ինչ որ մի բան անելու համար, որովհետև շատ կաշխատի իր հիմնարկությունը փող, քիչ կաշխատի իր հիմնարկությունը փող, միևնույն է իր ինքը ուներ աշխատավարձի չափը շատ ռուսերեն բառով պրեմիա կտան, այսինքն պարգևավճարն է, դրանից բան չէր փոխվելու։ Դրա համար այսինքն նաև իսլամական տնտեսություն, իսլամ, այդ որ օգտագործում էին հեղափոխությունից հետո այդ բառերը, այսօր արժեքազրկվեցին, հասկացան, որ այդ ամբողջը չի լինելու եւ այդ գաղափարն էլ անկում ապրել եւ չկա։ Իսկ մարդու ազատությունների տեսանկյունից, որ նայում ես էլի, ի վերջո ինչ ասեմ, ոնց կարելի է, ասենք, ցույցին մասնակցելու համար այդ 19-20 տարեկան երիտասարդների դգնել եւ մահապատժի ենթարկել, այն էլ շատ հետաքրքիր է ձևակերպումը Աստծո դեմ կամ ընդդեմ Աստծո պայքարելու կռվի համար։ Այսինքն դա գիտեք, բան է էլի, անգամ Աստծո նկատմամբ արդար մոտեցում չի, նշանակում է դու Աստծոն իջեցնում ես իշխանության մակարդակին, այսինքն իշխանության աստվածացնում ես, որը ընդունելի չի, որևէ առումով ընդունելի չի, ոչ քրիստոնեության, ոչ մի կրոնով, որտեվ Աստված պիտի ավելի վերելն է այդ ամբողջ եւ Աստծո համար երկրային իշխանությունը չի, ինքը երկնային իշխանության տերն է։ Այն որ քրիստոնեության մեջ ասում է, որ դուր Աստծոն կեսարին, այսինքն փողը երբեք չի ընկալվում աստվածային բան։ Դրա համար կար մի հավատալիք, շատ հետաքրքիր է, դա ուշ միջնադարում դա արդեն կայացած բան էր, որ վաճառականները իրենց փողը փոխում էին դարբինի հետ, դարբինի փողով էին առնում մատաղի գառը եւ մատաղ էին անում դարբինի փողով, այսինքն քարտինքով վաստակած, որտեղ անգամ այդ վաշխառությունն ու վաճառականությունը չէր համարվում, արդար իրանք անգամ դա չէին ընկալում, եւ երբ որ մենք գիտենք թե ինչու այսինքն եկեղեցիներ էին կառուցում այդ մեծահարուստները եւ այլն, նաեւ այդ ապաշխարության խնդիրն էր, որտեղ մարդիկ հավատում էին, որ Աստծո դուռը պիտի բացվի եւ քանի որ ասում են, որ ավելի շուտ ուխտը կանցնի ասեղի ծակից, քան հարուստը դրախտի դռնից, այդ բանը կար, այդ հավատը կար։ Մի քիչ շեղվեցինք, բայց ասած հետո Բայց ամեն դեպքում չէ, սա ֆունդամենտալ բաներ են, հասկանում եք, որտեղ հասարակությունը, որը կառուցել է իր ամբողջ հասարակությունը այդ վեհ գաղափարների վրա եւ չի կարողացել դա ապահովի, ինքը դառնում է սկզբից գաղափարապես սնանկ, կրկնում եմ, ոնց որ սովետն էր։ Իսկ երբ որ դու դառար գաղափարապես սնանկ, այո, դու կարաս ունենաս հեղափոխական պահապաններ, ինչ գիտեմ, 600,000 հոգի, 1 միլիոն հոգի, բայց այդ երկիրը 92 միլիոն է։ Եվ վերջո ժողովուրդը կընդդիմանա այդ։ Հա, ժողովուրդը կընդդիմանա, ինքը ժողովուրդը այսօր ակտիվ չի ընդդիմանում, որտեղ վախում է, կոտորում են, սպանում են, բայց գոնե չի աջակցում։ Իսկ пассив ընդդիմությունը կա, մենք դա տեսնում ենք։ Շնորհակալություն, պարոն Պապյան։ Հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ դուք դիտում եւ լսում եք Արա Պապյանի հեղինակային հաղորդումը Modus Vivendi-ին, իսկ ես Գայա Ասոյանն եմ, կհանդիպենք։